Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 29-ի համար։ Օրը կիրակի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 29-ին։ Ինչ-որ բանի կորուստ է։ Այստեղ անհանգստանում եք բավականին շատ և որովհետև կամ ինչ-որ բանի մասին եք մտածում, որ կարող եք նաև կորցնել, կամ այստեղ ինչ-որ ներքին վախ է, որը որ ձեզ անհանգստացնում է, որովհետև ընտրության առջև եք կանգնելու և հենց այդ ներքին վախն է, որ կարող եք ինչ-որ մի բան կորցնել, կամ ինչ-որ մեկին կորցնել, կամ ինչ-որ մի բան է այստեղ։ Ոմանք շատ կարևոր գլոբալ ընտրություն պետք է կատարեն և կյանքից հանեն ինչ-որ մեկին, նաև սա կյանքը հիմնովին փոխելու մասին է, ինչ-որ մի բան ձեր կյանքից հեռացնելու և նորովի ինչ-որ մի ձև ապրելու համար ցանկանալ փոխել հիմքից ամեն ինչ, այն ինչպես ապրել եք, այն որտեղ որ ապրել եք, և դրա համար ընտրության առջև եք և ինչ-որ մի բանի կորուստի համար եք վախենում, կամ արդեն իսկ կորցրել եք և դա արդեն ձեզ չի հետաքրքրում, ինչ կլինի, ինչ չլինի, հիմքից փոխում եք ձեր կյանքը, կամ ներքին վախ է դա, որը որ ձեզ անհանգստացնում է և ստիպված ընտրության առջև եք կանգնած, կամ ընտրության առջև եք կանգնած, դրա համար էլ այդպես է, վախում եք ինչ-որ մի բանը կորցնեք նաև։ Դե եթե այստեղ հիմքից սկսելու մասին է խոսքը կյանքը կամ ինչ-որ մի գործունեություն, դա ուրիշ բան է, եթե բաժանում է, պետք է մարդը երկար մտածի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 29-ին։ Հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ։ Հեռախոսով եք խոսում, կարող է ինչ-որ բան է։ Անհանգիստ եք ինչ-որ մի բանի համար, կամ լարված եք ինչ-որ մի բանի համար։ Հնարավոր է ձեր երկրորդ կեսի համար, հնարավոր է գործարքի համար եք անհանգիստ, հնարավոր է աշխատանքի, որտեղ սա ինչ-որ ցիկլային աշխատանք է և դրա համար եք անհանգիստ։ Ամեն մեկը ընտանիքի, մեկն է գործնական, կարող է իրոք շատ կարևոր գործնական ինչ-որ հարց պետք է քննարկեք, ստորագրեք և դրա համար անհանգիստ եք և այստեղ ուշադիր եղեք, որպեսզի այդ բորբոքվածությունը չազդի ընտանիքի անդամների վրա, դա նաև այդպես կարող է լինել։ Եվ այդ օրը կամ գումար եք ստանալու, նաև գումար կարող եք ծախսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 29-ին։ Կզբաղվեք ձեր առողջությամբ, ձեր գեղեցկությամբ, կարող եք այցելել վարսահարդարման սրահ, այստեղ նաև ոմանք առիթ ունեն, պետք է գնաք, դրա համար եք գնում, գեղեցկանում, ամենայն դեպս ամեն ինչը հաջողությամբ կանցնի, եթե թեկուզ դուք էլ ունեք։ Դե եկվորյակների ժամանակաշրջանն անցավ, ձեր ծնունդները, բայց կարող է նաև տանը, այն որ մեկի ծնունդն է։ Նաև կարող է այստեղ պետք է ելույթ ունենաք, կարող է պետք է դուրս գաք հասարակական վայր, կամ գնում եք այգի, գնում եք կենդանաբանական այգի, ինչ-որ միտեղ կինո, թատրոն, որտեղ շատ մարդիկ կան, դրա համար գեղեցկանում եք։ Նաև դե առողջությունն է, որ կարող եք կամ առողջության հետ կապված է ինչ-որ պրոցեդուրա այնտեղ կարող է լինել կոսմետիկ, ավելի շատ պրոցեդուրա։ Եվ իհարկե դե ոմանք հենց կգնան առիթի, դե կիրակի է, նորմալ է, ինչ էլ որ անեք այդ օրը հաջողությամբ կանցնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 29-ին։ Հաջողություն,
ինչ որ հարցերում, ինչ էլ որ անեք, բայց դժվարոր է, գուցե նաև դժվարության մեջ հաջողություն, այսինքն օրը, որ դժվարություններով լի է, դուք կարողանում եք հաղթահարել։ Հենց հաջողություն է բերում այն, ինչը որ ձեր ուսերին էր այն, ինչը որ ձեզ համար ինչ-որ չափով բեռ էր և հիմա այդ ամենին հաջողությամբ կավարտեք, կունենաք նաև ինչ-որ մի բան է այստեղ։ Դե փորձությունները պետք է ուշադրություն դարձնել, ինչքան էլ չլինի հաջողությունը որ կա, յուրաքանչյուր փորձություն կկարողանաք հանգիստ անել։ Եվ տեսնենք ով է այս աղջիկը։ Տան անդամ է, ում հետ որ կարող եք հանդիպել, խոսել, գնալ իրենց տուն, ձեր աղջիկը գա, ինչ որ մեկն է, ով որ կամ ընտանիքի անդամ է, կամ ձեր բարեկամներից է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին հունիսի 29-ին։ Ուժ կամ օգնություն ինչ-որ մարդկանց կողմից, հնարավոր է ձեր կյանքում փոփոխություն եք ուզում մտցնեք և ինչ-որ մարդկանց եք դիմում, որ ձեզ օգնի, կամ այդ մարդը ձեզ կօգնի ձեր կյանքում փոփոխություններ մտցնել։ Հնարավոր է նաև բժիշկ է, ում մոտ որ կարող եք այցելել, ճիշտ է կիրակի է, բայց կարող է նաև ինչ-որ բաներ տեղափոխվի երկուշաբթի օրվա համար։ Չի բացառվում, որ այս քարտերը հնարավոր են նաև 1-2 օր այս այն կողմ ցույց տալ։ Նաև կարող է դիմում եք ինչ-որ մեկին, ձեզ օգնի, որպեսզի տեղափոխվեք տանից տուն, երկրից երկիր, կարող է ինչ-որ մեկն է կամ պետական աշխատող է, ով որ էլի ձեզ ձեռք կմեկնի մեկնելու, ինչ-որ փոփոխություններ կատարելու համար։ Եվ այդ օրը հանդիպում շփում ոչ աղջիկա հետ, տեսնենք ով է, կին է, նաև այստեղ ավելի շատ։ Այստեղ կամ ինչ-որ կին է, ով որ ձեզ գրավիրի հարսանիք է, կամ իր հարսանիքն է, կամ գործարք է սա, որ ձեր կնոջ հետ, որ կկնքեք, կարող է տան արք ու վաճառք է, կամ ինչ-որ մի բան է, որտեղ որ դեր է խաղում կինը։ Նաև սա ձեր զույգն է, ոմանց կարող են ամուսնության առաջարկ անել, կամ դուք անեք, եթե տղամարդ է նայում, կամ ձեզ կարող են անել, կամ ինչ-որ մեկի հետ միավորվեք, ինչ-որ մեկի հետ փորձեք ապրել, այդպես, ինչ-որ պարտադիր չի հստակ հարսանիքով։ Դա ընտանիքի անդամ նաև կարող է լինել։ Ուղղակի ընտանիքի անդամ կամ գործընկեր։ Նույն դեպս լավ օր է։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունիսի 29-ին։ Այդ օրը ոգևորված կլինեք ինչ-որ գործեր առաջ տանելու համար, նաև հյուրեր կարող եք ընդունել, դուք գնաք հյուր, և ոմանց համար սա նոր ծանոթություն է երկրորդ կեսի հետ, հակառակ սեռի հետ, կամ կփորձեք ծանոթանալ, կամ ձեզ հետ կփորձեն ծանոթանալ։ Իդեպ սեր, նոր հնարավորություններ, ընտանիքում սեր, ձեր կողքը սեր կզգաք ձեր հանդեպ, նաև ոմանց սիրո խոստովանություն կանեն, դուք կանեք սիրո խոստովանություն, ոմանք իրենց հարազատների հետ կլինեն, ոմանք ինչ-որ մի լավ բան տեղի կունենա ձեզ հետ, որ դուք ձեզ լավ կզգաք, հնարավոր է հյուրն է գալիս, որ դուք ձեզ լավ եք զգում, ձեզ սիրված եք զգում, ձեր հարազատներով եք։ Նաև այստեղ աղջիկ է, կարող է հյուրը աղջիկ է, կամ ինչ-որ տեսնենք ով է։ Նամակագրական կապի մեջ կլինեք, որևիցե աղջկա հետ կամ որևիցե կնոջ հետ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հունիսի 29-ին։ Փոփոխություն կյանքում, հնարավոր է նաև պատրաստվում եք ճամփորդության, գնալ ինչ-որ միտեղ հանգստանալու, կամ պլանավորում եք, կամ կարող եք խոսել այդ մասին, կամ կարող է այդ օր ուղղակի գնաք ինչ-որ միտեղ պիկնիկի։
Նաև ոմանց մոտ դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, ոմանց մոտ նաև կյանքում շատ մեծ գլոբալ փոփոխություն, տարածքի փոփոխություն, երկրի փոփոխություն, այն ինչ որ փոփոխություն է, որը մտնում է մարդու կյանք։ Եվ տեսնենք, մարդը կարող է փոփոխություն կատարի իր սաներվածքի մեջ։ Եվ այդպեսով ամբողջությամբ գլոբալ փոփոխություն տեղի ունենա։ Տեսնենք ով է այս աղջիկը, ամենայն դեպս կինն է, սա իրեն հանդիպելուց բավականին էմոցիոնալ կլինեք։ Ոմանց համար սա նաև կարող է լինել ժամադրություն որևէ կնոջ հետ եւ ռոմանտիկ, որևէ պահեր, դա իհարկե տղամարդկանց համար։ Նաև այդ կնոջ հետ կապված ինչ-որ մի բան ձեզ մոտ կարծես մութ կմնա կամ ինչ-որ մի բան կասի, բայց կհասկանաք, որ ինչ-որ մի բան էլ թաքուն է պահում, լիարժեք ամեն ինչ չի ասում, հա կգաք տուն, այսպես կմտածեք, բայց ինչու սա այսպես ասեց, ինչ-որ մի բանը կիսատ ասեց։ Դե նաև այդ կնոջը տեսնելուց ուղղակի կարող եք էմոցիոնալ լինել, ուրիշ ոչինչ։ Եվ ոմանք կգնան այդ օրը գեղեցկության սրահ, ոմանք էլ կարող են գնալ բժշկի մոտ, ինչ-որ բան պրոցեդուրաներ անել, եւ սա նաեւ ընտանիքն է, հենց ընտանիքում կարող ինչ-որ մեկը կարող դուք հղի չեք, բայց ընտանիքում ինչ-որ մեկն է հղի եւ տոհմը մեծանում է, եւ ուղղակի ընտանիքի անդամների հետ կարող եք անցկացնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 29-ին։ Ինչ-որ մի բանի կորուստ է, տեսնենք հեսա ինչն է դա։ Հնարավոր է տրամադրության կորուստ է, ինչ-որ անկում է կամ խոչընդոտներ կան, դա կամ մտածում եք կարող եք այդ խոչընդոտներից ելնելով ինչ-որ մի բան կորցնել, ինչ-որ մեկին կորցնել։ Նաև սա նոր հնարավորությունների կորուստ է, որ մարդը կարող էր այդ խոչընդոտներից դուրս գալ, բայց կորցնում է այդ պահը, որ ինքը կկարողանա ինչ-որ հարցին լուծում տալ դրա համար, մի փոքր պետք է ուշադիր լինեք այդ օրը եւ փորձեք հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան, ինչ հնարավորություններ ձեզ կընձեռվեն, որ ոչինչ խոչընդոտներին վերջ տաք։ Եվ այդ օրը հանդիպում շփում որևէ աղջկա հետ, տեսնենք ով է, կարող է բժիշկ է, կարող է վարսահարդարն է, կարող է ձեր աղջիկն է, տղաների համար սա կարող է լինել նոր սեր, նոր հարաբերություններ, ոմանք այդ աղջկան տեսնելուց բավականին իրենց լավ կզգան, կուրախանան, կարող է վաղուց չեք տեսել, բարեկամ է եւ այլն, ձեր աղջիկն է, որ գալիս է ձեր տուն հյուր, ամենայն դեպս ուրախ կլինեք։ Դե սա նաեւ նոր սեր է ուղղակի, նոր սեր, ընտանիքում սեր, այդ աղջկա վերադարձով ինչ-որ մի ձևով ամեն ինչ կկարգավորվի կամ իրեն տեսնելուց հետո։ Նաև այդ աղջիկը կարող է ձեզ լավ խոսքեր ասել, ինչ-որ ձեր գեղեցկության հետ կապված, ձեր արտաքին տեսքի, որովհետև այստեղ գնում եք նաև բժշկի մոտ կամ նաև վարսահարդարման եւ փոփոխություն կատարեք ձեր արտաքինի մեջ եւ այստեղ նշում լինի այն ձեզ որ անպայման հա որքան է փոխվել գեղեցկացել եւ բացի դա էլ դա կարող է լինել ձեր ընտանիքը ընտանիքի անդամները եւ իրենց մոտ որովհետեւ ընդլայնումը կամ քույր եղբայր եթե ունեք որոնք միայնակ են կարող են գտել են իրենց երկրորդ կեսին կամ նաեւ հղիություն կարող է լինել Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 29-ին։ Հանդիպում շփում որևիցե տղայի հետ, կարող է սա աղջիկների համար նոր սեր է։ Իրար հետ կարող եք ճանապարհ գնալ, ճանապարհորդել, կարող ձեր երկրորդ կեսն է իր այդ ինչ-որ մի տեղ եք գնում հեռու տեղ, Սևան օրինակ, տեսնենք ով է այս տղան, գումարի հետ է կապված, կամ գումար կտակ իրեն, կամ ինքը ձեզ գումար կտա, կամ գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք, կարող եք նաև գումար ծախսել այդ տղայի վրա,
կողը տանտերն է գալիս է վարձն է տանում, որովհետև ամսվա վերջ է արդեն ինչ-որ բան կարող է գնել այդ տղայից։ Եվ դե նոր սեր, նոր հնարավորություններ, նոր սիրային պահեր, ընտանիքում սեր, դե բացի դա էլ արդեն ասացի այդ տղայի հետ կարող է ձեր երկրորդ կեսն է եւ գնում եք հույս է ճանապարհ։ Եվ իհարկե այստեղ ձեզ լավ խոսքեր կասեն, ձեզ սիրված կզգաք, ինչ-որ միտեղ կարող իրոք գնաք հանգստանաք եւ այդ մի օրը թեկուս է ինչ-որ պիկնիկ անեք որից է մի այնտեղ եւ ձեզ լավ զգաք, ուրախ զգաք, հավեսով եւ հետո գնաք տուն։ Եվ այստեղ ոմանք կարող են իրոք ճանապարհորդել, ոմանք այդ օրը բավականին շատ ճանապարհներին լինեք, այս այն կողմ գնաք, հնարավոր է նաեւ ձեր գործերը առաջ տանեք, այն գործերը, որոնք որ մնացել էին, որոնք որ չի կարել, այդ գործերը կարող եք սկսել անել առաջ տանել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 29-ին։ Ոմանք ժամադրության կգնան, ոմանք կարող է ծնունդ է, ուրախ պահեր են, նվերներ, ուրախություն, բարձր տրամադրություն, հեսա առիթ է այստեղ, որտեղ որ ամեն ինչ լավ կանցնի, հաջողությամբ կանցնի, եթե ձեր առիթն է, եթե պետք է գնաք, միևնույն է, ի վերջո կգաք տուն եւ կասեք, որ ինչքան լավ անցավ առիթը։ Դե նվերներ, անակնկալներ, ուրախ պահեր։ Դե եթե գնալու եք ժամադրության, դա եւս հիանալի կանցնի, հաջողությամբ կանցնի, կարող եք գնալ նաեւ կինո, թատրոն, ոչ մի տեղ, որտեղ որ շատ մարդիկ կան։ Եթե չունեք այդ օրը առիթ, կարող եք ինչ-որ մի տեղ գնալ, որտեղ որ ինչ-որ բան է կազմակերպվել եւ այնտեղ ուրախանաք, տրամադրությունը ձեր բարձրանա։ Այսքանը ձեզ համար միանալի օր է, ուրախություններով լի։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 29-ին։ Այստեղ ոմանց մոտ հղիություն է, ոմանց մոտ ծննդաբերություն, ոմանց մոտ է նոր կյանքի հնարավորություն, թոռները կարող են գալ, երեխաները կարող են գալ, կարող եք իմանալ, որ ձեր երեխաներից մեկը հղի է, իրենց մասին ինչ-որ մի բան իմանաք։ Նաև սա նոր բիզնես է, նոր գործընթաց, որը որ կանեք այդ օրը, կարող եք սկսել այդ օրը կամ որոշել սկսել։ Եվ տեսնենք ով է այս կինը։ Ոմանց համար մահացած կին է, ում մասին կարող եք հիշել։ Ոմանց համար սա այդ կնոջ մոտ կամ ինքը ձեզ համար այնպես կանի, որ նոր կյանք մտցնի, ինչ-որ մի նոր բան մտցնի ձեր կյանք, նաև դա կարող է լինել, որ այդ կինը ձեր կյանքից գնա եւ կարող է լավը չի, կարող է չեք ուզում իր հետ շփվեք եւ իրեն հաջողություն եք անում եւ նոր կյանք եք սկսում դե տղամարդկանց համար նաեւ կարող է լինել իրենց երկրորդ կեսը, ում որ ի վերջո վերջապես կարող եք հրաժարվել կամ բաց թողնել, որովհետեւ միշտ չի, չէ՞ որ ուզում ես այլևս չշփվես, բայց միևնույնն է կպածեն այդպես տզի նման։ Սա ավելի շատ իրոք կամ այդ օրը ինչ-որ մարդ կա, որ մահացել է, կարող եք դա հիշել, կամ չգիտեմ, այստեղ։ Եվ ոմանց մոտ է նաև սա ուղղակի կարող է թաղում է, որ կարող եք գնալ։ Եվ այդ օրը ոմանք նաև տան հետ կապված ինչ-որ պահեր կարող են անել, գնալ տուն նայել, տունը վերանորոգել, տունը իդեալական այդպես մաքրել, հավաքել, նաև տան հետ կապված ինչ-որ բաներ են կամ հյուրեր կունենաք, մարդիկ կարող են գալ ձեր տուն, մնալ գիշերը, նաև
Տեղափոխություն ոմանց համար կարող է լինել իդեպ ամսվա վերջ լավ է տեղափոխություն բնակարանամուտը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ձկներին ինչ-որ մի բաներ, այստեղ սուր գործիք էր, մի փոքր ուշադիր եղեք, բացի դա էլի էր ընկնում։ Ինչ մի փոքր դժվար քարտեր են ընկնում, թռնում են։ Ուզում եք հիմնովին ինչ-որ մի բան փոխել, բայց մի փոքր կարող խոչընդոտների բախվել։ Ովքեր որ հիմքից են ուզում ինչ-որ մի բան փոխել։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 29-ին։ Հանդիպում շփում որևիցե աղջկա հետ։ Տեսնենք ով է։ Երկու տարբեր կամ տարիքի մարդկանց հետ եք հանդիպելու։ Այստեղ կամ այս երիտասարդ աղջիկը դրսում է բնակվում, հեռու է ապրում, նաև դա կարող է լինել ինչ-որ մեկով, որ ձեր ցանկությունները իրականացնի կամ օգնի իրականացնել, ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի կամ ձեր ցանկությունները օրինակ այդ աղջիկը գա, կարող հեռվից է գալիս։ Եվ այս մյուս կինը հնարավոր է իր ծնունդն է, հնարավոր է ինչ-որ անակնկալ է ձեզ համար պատրաստում կամ նույնն է ցույց տալիս ուղղակի շարունակական, հա, ինչ որ մեկն է, որ դրսից է եւ անակնկալ կերպով կարող է գալիս է, օրինակ այդ մեկը, եւ ուղղակի կարող իր ծնունդն է, ոմանց համար սա ժամադրություն է այդ կնոջ հետ, տղաների համար ուրախ պահեր, ուրախ տրամադրություն կամ իրեն տեսնելով կարող եք շատ ուրախանալ։ Այսքանը ձեզ համար չգիտեմ ինչու էր այդ քարտերը թռնում, այս քարտերն բացարձակապես ուրիշ բաներ ասեցի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։